Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել։ Համայնքային ու պետական հողերը մայրաթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության, այլ բացառապես անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան նախագիծը գործադիրի վաղվա դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում է։ Նախագծի հիմնավորումներում չեն նշել, թե ինչու է այս փոփոխությունն իրականացվում։ Միջգերատեսչական քննարկումների ընթացքում սա ֆիքսել է նաև Արդարադատության նախարարությունը, շեշտելով, որ ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք գնահատել նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի եւ ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները։ Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Օրենսդրական կարգավորումների համաձայն 2026 թվականի համապետական ընտրությունների ժամկետը հունիսի 2-ից 12-ը միջակայքում է, իսկ այս տասնօրյակում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ի դեպ կանցկացվեն նոր կանոններով, մինչև 3 կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը կլինի 8%, 3-ից ավելիի դեպքում 10%, կուսակցությունների գրավը կլինի 7.5 միլիոն դրամը։ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի շուրջ 186 պետության հետ, հայտարարել են արտաքին գործերի նախարարությունից, հիշեցնելով, որ անցնող տարվա ընթացքում մեր երկիրը պաշտոնական կապեր է հաստատել 3 երկրի՝ Սողոմոնի կղզիների, Պակիստանի եւ Լեսոթոյի հետ։ Միևնույն ժամանակահատվածում Հայաստանի ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում եւ Օմանում։ Այս շարքից Երևանում իր ներկայացուցչությունն է բացել միայն Հունգարիան։ Ոստիկանությունն այս տարվա 11 ամիսների ընթացքում հայտնաբերել ու առգրավել է 1360 հրազեն, միաժամանակ եւս 75000 փամփուշտ եւ 11293 միավոր այլ ռազմամթերք կամավոր հանձնել են։ Ներքին գործերի գերատեսչությունից հիշեցնում են, ապօրինի զենք զինամթերքը կամավոր հանձնող քաղաքացիները ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Վճռաբեկ դատարանը մերժել է լրտեսության մեջ մեղադրվող Արցախի նախկին պաշտոնյաներից Սարգիս Գալստյանի եւ Պաշտպանի բողոքները։ Հիշեցնենք, նախորդ տարի առաջին ատյանը նրան դատապարտել է 18 տարվա ազատազրկման, նաեւ վերաքննիչն է դատավճիռը թողել անփոփոխ։ Ըստ պաշտպանական կողմի, ադրբեջանական հեռախոսահամարներին զանգերը տևել են մինչեւ 7 վայրկյան, ինչը չի կարող լրտեսություն հաստատել։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին փոխանցած քարտեզներին ու լուսանկարներին, ապա դրանք ռազմավարական արժեք չեն ունեցել։ Հակակոռուպցիոն կոմիտեն փոխանցում է, որ ավարտել է վաղարշաբաթ համայնքի նախկին ղեկավարի եւ նրա հետ փոխկապակցված եւս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը եւ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Կոմիտեն տեղեկացնում է, թե ինչի համար են մեղադրվում Դիանա Գասպարյանը, նրա ամուսինը, ամուսնու հայրն ու մայրը։ Վաղարշաբաթ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, իսկ նրան օժանդակելու եւ փողերի լվացման համար մեղադրանքներ ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում ամուսնուն եւ վերջինիս հորը։ Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար։ Եթե մեղադրանքը հաստատվի, դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, ապա Դիանա Գասպարյանին սպառնում է 6 տարվա ազատազրկում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։